Բալիս անգամ եւս եղբայրներ ջան։ Ուրեմն այսօր մենք էլի պիտի նայենք գարկմը օրինակներ քարոզի թե մայրկեդի եւ թե նրա լրացումների վրայով։ Եվ առաջ որ անցնենք գարկմը ուրիշ օրինակների, ինչ որ երեք արդեն մեր առաջին մասում արեցինք, էլի հարցնեմ, իբր վերակաղ, իբր վերիշում, քարոզի մայրգեդը առաջարկը որն է, ոնց կարանք սահմանել մեր բարերով տեքստից հանված գլխավոր միտքը շատ շիտակ մայիս եղբորս ազը այո տեքստից հանված նրա գլխավոր միտքը քարոզի մայր միտքն է, մայր կետն է, այո։ Եվ հետո ուրիշ ինչ ասեցինք, երբ մենք մեր քարոզի թեզիսը անում ենք, ինչու որովհետև թեզիսի մեջ ներառված է քարոզի մայր կետը, բայց առավել ուրիշ ինչ կա, որ մենք մեր լրացումները երբ անենք, այնտեղը այդ թեզիսին մեջը ներառված է քարոզի մայր կետը առավել ոնց ներկայացված է հոգնագի գոյականի միջոցով եւ հոգնագի գոյականի նպատակը ինչ է որ այդ լրացումները գազմենք հավաքենք եւ գաբենք սա մեր մայր թեմային գլխավոր միտքին որովհետեւ ավելի հեշտ լինի հիշելը եւ այո միշտ լավ է որ մեր լրացումները գիրառական բնույթ ունենան Հիմա ես սխալ չէ, երբ որ զորօրինակ, եթե մեկը ասա հռոմեացիների զորօրինակ, իբրօրինակ 5-րդ գլխու մեջ, երբ Պողոս Արաքյալը գարկմը դարեր կհիշե, մեր փրկության նկատմամբ։ Զորօրինակ առաջին ամառից հավատով արդարացած լինելով, ուրեմն հավատ կա, արդարացում կա, խաղաղություն կա, այս տերմինները մեկը կարա ասել Մենք ոնց փրկված ենք հավատով, արդարացած լինելով եւ նրա հետևանք անց խաղաղություն։ Այսինքն, հա, բարեր կարանք նշել, բայց ավելի լավ է կարճ կատարյալ արդարացություններ լինեն։ Ինչու որովհետեւ եթե միայն հավատ ասես, ոնց պիտի գիրառես, զորօրինակ։ Խաղաղություն ասես, ոնց պիտի գիրառես։ Բայց եթե ասես Քրիստոսով մենք փրկված ենք հավատի միջոցով, արդարացած լինելով եւ ունենք խաղաղություն Այդ ունենք խաղաղությունը արդեն Քրիստոսով ունենք խաղաղություն, ուրեմն ինքնիրույն գիրառում գա մեջը, մեկը որ լսե Քրիստոսով ունենք խաղաղություն, իմը դիպի ունենա, ուրեմն եթե ես Քրիստոս ունեմ, նրանով խաղաղություն կարամ ունենալ, այդ իմաստով։ Նրա համար ավելի լավ է, ոնց որ մեր լրացումները ավելի արդարության ցևով ներկայացվեն, քան թե զորօրինակ, հա, օրինակ 1 Կորինթացիների 13 Հիշում եք ինչ կասե 3 բան մնում է հավատք ու սեր մեկը կարող է հավատք ու սեր ասել այդ 3 տարերը եւ նրա մասին խոսալ բայց ավելի լավ է ասել հագիրճ նախատասությունով որոնք են այդ 3 տարերը ինչ որ բաների միջոցով մենք զորօրինակ ունենք սա կամ սա հավատք հույս սեր այդպիսով ներկայացնել հիմա էլի եղբայրներ ջան Գարկմը օրինակներ պիտի առնենք, որբեսի միասին աշխատենք, հիմա այս փագեմ, որբեսի ավելի հնարավոր լինի, այս բացելը, և օրինակներ ինչպես երեք արդեն իսկ արեցինք, այսօր պիտի շարունակենք, հիմա մի օրինակ զոր այստեղը ունեմ, այս, ինտերնետ չունեմ այստեղ, Չի բռնում, ես մեկը չի բռնում։ Գա ոմանք չեմ կարող, Bluetooth-ով չեմ կարող այստեղ։ So պետք է որ connection ունենամ, բանը սերախոս այնտեղ է։ So չեմ կարող։ Ուրեմն ես պիտի անեմ ինչպես որ այդպես ունեմ։ Մի րոպե, հիմա ուրիշ ցևով կարամ անել այստեղ։ Եվ այս առաջին օրինակը որ ունեմ, եթե բացվի, հիմա ուրիշ ցևով պիտի անեմ։ Ուսամ սա լինում է, Okay, կարծում եմ սա լինում է։
Չէ, հեսա չի լինում։ Էս լինում է, Word-ով լինում է։ Խնդիր չէ։ Հիմա էս բացվեցավ։ Եթե Wi-Fi հետո գնայեմ, եթե պետք լինի։ Որտեղ PDF էր սա, Word document է։ Ուրեմն Մատթեոս 2 այս տարի այս քարոզը որ դված է, Մատթեոս 2:1-12-ում ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Հիմա հիշում եք Մոգերի այդ պատմությունը։ Հակոբ եղբայր ջան, դե չունես նկարելու, որտեղ մեր քարոզերը ունենք, կդակարեմ, նկարի խնդիր չէ։ Եվ դու լսեցիր ավանական է այդ քարոզը։ Ուրեմն գանանչով ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Նայեցեք, այստեղ իմ առաջարկը քարոզի թեզիսը ինչ որ պիտի ներկայացնեմ հարցական ցևով, հարցով ներկայացված է, քան թե իբր հայտարարություն հաստատական։ Ուրեմն այստեղը իմ հոգնագի կոյականը 5 դաս, որ մենք կարող ենք սովորել Մոգերից։ Այս ցևով ներկայացրեցի 5 դաս, որ մենք կարող ենք սովորել Մոգերից։ Հիմա Սուրբ Ծնունդը Հիսուսի փնտրելու մասին է, առաջին երկու ամառները։ Սուրբ Ծնունդը Հիսուսի փնտրելու մասին է, ինչու որովհետև գասե Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք եւ ասեցին չէ, որտեղ Երյաների նոր ծնված թագավորը նրա ասխը տեսանք արևելքում եկանք նրան երկրբակել։ Ուրեմն ամեն բանի առաջ ինչի մասին է Սուրբ Ծնունդը եւ սկիզբը ներածականից մեջը մի քանի բաներ ասած է իբր ներածական զորնակ ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Ուդել է, խմել է, գիշերներ ուշ մնալ է, հանգստանալ է, արձագուրդ է, այցելություն է ընտանիքի եւ ընկերների հետ, գնումներ է, գիտար, դարբեր բաներ։ Հետո մի հատ վկայություն տվեցի իմ վկայությունից Սուրբ Ծնունդի վրայով եւ անշուշտ աստեղ ասում եմ որ Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի մասին է եւ այդպեսի ներածությունով ուրեմն 5 դասեր, հոգնագի կոյական 5 դասեր, որ մենք կարող ենք սովորել Մոգերից։ Դիվ 1 Սուրբ Ծնունդը Հիսուսի փնտրելու մասին է։ Դիվ 2 Սուրբ Ծնունդը ինչի մասին է։ Ուրեմն Սուրբ Ծնունդը ընդունելու կամ հասկանալու մասին է, թե ով է Հիսուս ըստ Սուրբ Գրությունների 3-ից 6 համարները։ Սուրբ Ծնունդը հասկանալու մասին է, անշուշտ հասկանալ նշանակում է ընդունել, թե ով է Հիսուսը ըստ Սուրբ Գրությունների։ Ինչու, որովհետև Հերովդես թագավորը երբ լսեց վրդովվեց նրա այդ ամբողջ Երուսաղեմը, նա իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետերին ու ժողովրդի դպիրներին հարցրեց, թե որտեղ է ծնվելու Քրիստոսը։ Քահանայապետները եւ դպիրները նրանց անշուշտ խորհուրդներ ունեին, բայց պատասխանեցին Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև Մարգարեի կողմից այսպես է գրված. ով դու Բեթլեհեմ Հուդայի երկիր բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին Իսրայելին։ Ուրեմն Սուրբ Ծնունդը ինչի մասին է, ոչ թե միայն Հիսուսը փնտրելու մասին է, ապա ընդունելու, հասկանալու, ընդունելու մասին է, թե Հիսուսը ով է ըստ Սուրբ Գրությունների։ Երրորդ Սուրբ Ծնունդը ինչի մասին է, միշտ գրկնում եմ սա, որպես ժողովուրդը հիշե, ինչ է իմ մարգարեապարը քարոզի։ Սուրբ Ծնունդը Հիսուսի ներկայությամբ ուրախանալու մասին է։ Սուրբ Ծնունդը Հիսուսի ներկայությամբ ուրախանալու մասին է։ Էլի տեքստից վերցված։ Ինչու, որովհետև մենք գիտենք, որ այդ ժամանակ Հերովդեսը քաղաքնիկ անչեց Մոգերին, ասեց, որ գնացեք, ստուգեցեք, դեղյակ եղեք, երեխան ուր ծնած է, լուր տվեք, ես այդտամ երկրբակ եմ։ Իհարկե սուտ խոսում էր, բայց նրանք թագավորին լսելուց հետո գնացին, ասխը տեսան, արևելքում առաջնորդեց նրանց, մինչև եկավ կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր, երբ ասխը տեսան, շատ ուրախացան։ Շատ ուրախացան։ Ուրեմն Սուրբ Ծնունդը Հիսուսի ներկայությամբ ուրախանալու մասին է։ 4 11 համարի առաջին մասում Սուրբ Ծնունդը Հիսուսին երկրբակելու մասին է, ինչու որովհետև երբ դուն մտան դեսան երեխային, նորածին երեխա չէր այլևս ինքը, կարող է գրեթե 2 տարեկան էր, որ դունի մեջ է, սա ոչ թե մսուրի կամ ախորի մեջ է, ուրեմն երբ մտան այնտեղ, մտան եւ նրան երկրբակեցին։ Սուրբ Ծնունդը քեֆի համար չէ, Սուրբ Ծնունդը բարձրապես հաճույքի ադեն չէ ընտանիքին, այո լավ, ընտանիքը լավ ժամանակ ունենում է մի իրար հետ, բայց Սուրբ Ծնունդը ամեն բան առաջ Հիսուսը երկրբակելու մասին է, եւ վերջապես Սուրբ Ծնունդը մեզանից ավելի նվիրելու մասին է Հիսուսին։ Սուրբ Ծնունդը մեզանից ավելի դալու, նվիրելու մասին է Հիսուսին, ինչու այդ խորհուրդը, որ նրանք իրենց կանցերը բացեցին, ընձաներ մատուցին, ոսկի գնդրուկ զմուրս, այդ խորհուրդը վերցրած եմ այստեղից, որ
Սուրբ ծնունդը Հիսուսի դալու մասին է։ Ուրեմն վերականգ անելով ինչի մասին է Սուրբ ծնունդը։ 5 դաս, որ մենք կարող ենք սովորել մոգերից, Սուրբ ծնունդը, եթե ավելի փոքրացնեմ այսպես, Հիսուսը փնտրելու մասին է, Սուրբ ծնունդը Հիսուսը հասկանալու մասին է Սուրբ գրությունների, Սուրբ ծնունդը Հիսուսի ներկայությունը իմանալու համար ուրախանալու մասին, ինչու մարդիկ այսօր հետաքրքրված չեն Հիսուսի մասին, երբ ծնունդ գալիս է, բայց մեր նպատակը պետք է լինի, որ ըստ Սուրբ գրությունների, երբ հասկանանք, թե Հիսուս ով է, այո, նրան փնտրենք եւ նրան երկրպագենք եւ նրանով ուրախանանք։ Եվ իհարկե, երբ նրան ջանցած ենք, Սուրբ ծնունդը մեզ հիշեցնում է, ինչպես այս մոկերը արեցին, որ Տիրոջ ավելի նվիրվելու մեր կյանքից, մեր նվիրումից, մեր ունեցածից իրեն տալ է, որբեսի ինք բարավորվի։ Այս է եղբայրներ ջան, այս մեկը։ Ուրեմն էլի, ինչու ասպիսի օրինակներ գտամ, որբեսի ավելի վարժություն լինի պրակտիկական առումով, թե մեր մոդեցումը, մեր բացադրական քարոզի ուրվագծի առնչությամբ ոնց պետք է լինի։ Միշտ մեր թեման Սուրբ ծնունդի մասին է։ Եվ այս բարակային անշուշտ Սուրբ ծնունդի այս իրադարձությամբ մենք 5 դաս սովորում ենք մոգերից։ Եվ մենք ասում ենք, ինչու որովհետև բացադրական քարոզը միշտ մեnkով պիտի խոսենք։ Պիտի խոսանք, որ Մարիամ Հովսեփը ինչ սովորեցին։ Այն ադենը։ Ինչպես ասենք, չէ՞։ Էքզեգետիկան հասկանալի է, բայց պետք է գամրջենք այսօրվա հետ։ Այդ ճշմարտությունը այնատեմվա այսօրվա համար, մեզ համար պետք է գամրջենք սա։ Ուրեմն նրա համար է, որ միշտ լավ է, որ մեnkով խոսենք, հավատացյալներս խոսենք, այդպեսով ներկայացենք, քան թե ասենք զորօրինակ Դավիթ թագավոր այսպես արեց։ Դավիթ թագավոր այսպես արեց, չէ։ Հավատացյալը ինչ պետք է անի ըստ Դավիթի օրինակից հետևելով անշուշտ։ Եթե Դավիթ թագավորը այսպես արեց ասենք, սա էքզեգետիկա է, բայց ինչ սովորում ենք Դավիթի օրինակից, սա մեզ համար է, այսօրվա համար եւ գիրառումն էլ բխում է նրանից։ Նրա համար է, որ մեր լրացումները, այստեղ 5 լրացում կա։ 5 լրացումից մեջ, ուրեմն երբ կասեմ Սուրբ ծնունդը Հիսուսին փնտրելու մասին է, արդեն իսկ այս արդայության մեջ մեգումը միտքը գցկե այդ հասկացողությունը, որ օքեյ, ես պետք է Հիսուսը փնտրեմ, որքան Հիսուսը փնտրում եմ։ Հետո Սուրբ ծնունդը հասկանալու մասին է, թե ով է Հիսուսը ըստ Սուրբ գրքի, Սուրբ գրությունների։ Եվ որ Հերովտես ասեց ուր ծնվելու է Բեթղեմ, Հուդայի Բեթղեմում, այդպեսով։ Ուրեմն սա ինձ գանտրատարցնե, որ ես պետք է Հիսուսը հասկանամ ըստ ինչի։ Ոչ թե իմ քահանան, իմ հովիվը, իմ հերը, մերը, ով հարևանը, Սուրբ Գիրքը ինչ ասում է Հիսուսի մասին։ Հա։ Մայր պաստարգը որն էր։ Մայր պաստարգը, այսինքն մայր թեման, որ թեզիսի մեջն է, թեման Սուրբ ծնունդի մասին է իհարկե, թեզիսը սա է։ Թեզիսը որովհետև գներառե թեման։ 5 դասեր ունենք, որ կարող ենք սովորել մոգերից Սուրբ ծնունդի մասին։ Սա է լրիվ թեզիսը, որ գներառե թեման եւ օգնագի կոյականը։ Վերնակիրը ես հարցականով դված եմ, ինչի մասին է Սուրբ ծնունդը, որ վերնակիրը վերցված է անշուշտ թեզիսից։ Եվ հետո զորօրինակ Սուրբ ծնունդը Հիսուսի ներկայությունը իմանալու համար ուրախանալու մասին է։ Դու ինչու ուրախանում ես, որ Սուրբ ծնունդ է, որովհետև մեկը քեզ նվեր պիտի բերե, երեխաները հասկացանք։ Գիտես, մարդիկ ծնունդի առումով, զատկվա առումով իրար նվեր կտան, չգիտեմ ինչ, այցելում են, միասին ուտում են, հա, բայց Հիսուսի ներկայությամբ ուրախանալու մասին է, որ իր մասին կենտրոնացումը ինքն է, իր մով պիտի ուրախանանք։ Եվ այո, ամենակարևորը Հիսուսին երկրպագելու մասին է։ Սուրբ ծնունդը ինչ է։ Մեր ժողովրդին ինչ պիտի սորվեցնենք։ Հիսուսը երկրպագելու մասին է։ Եվ անշուշտ նրան ջանչնալի հետքը, նրան երկրպագելու հետքը, էլի
նկատի ունենանք ոնց կարող ենք մեր անձերը ավելի նվիրել նրան։ Եղբայրներ ջան, ինչպես ասեցի, եթե ասեի զոր օրինակ, փնտրել սուրբ գրություն, ուրախանալ, երկրբակել, նվիրել, մեկը շատ չհասկանար։ Ավելի լավ է մեր լրացումները գադարյալ նախատեսություններ լինեն, որբեսի գիրառումը որչափ հնարավոր է, հասկանում եմ, բացառությունները արկելի են, երբեմն կարող է ասես հավատք ու սեր, շատ լավ, բայց ավելի լավ է այս ծևով ներկայացվի, գիրառումը այնտեղ է, դեսնվելի լինի, դեսանելի լինի։ Սա մի օրինակ։ Ուրիշ հարց եղբայրներ ջան, սրա վրայով, չէ թե ոչ ուրիշ օրինակի պիտի անցնենք։ Հա? Հա, միջև այդան կարոզաբանության վրա է, ուրիշ բանի վրա չէ։ Լավ մտածեք։ Ադի ուրիշ ադեն, կարոզի մեջն է, որ ժամանակը խնայենք, խիտար եղբայր ջան։ Հիմա ասխի վրա դարբեր դեսություններ կան, որ ասխը ինչ կարար լինել։ Շատ լավ, սա մի օրինակ։ Հիմա ինչպես ասի ինտերնետի խնդիր կա ասե, բայց լավ է որ ուրիշ օրինակներ ուրիշ տեղ բահացեմ եւ նրա համար գնում եմ գալիս եմ այդպես չէ եղբայրս, ես ալ ունեմ հotspot ունեմ, բայց այս համագարկիչս չեմ կարող գաբել, բացի ֆիզիկական լարով։ Բայց հիմա հեռախոսը այնտեղ նկարահանում է նրա համար։ Խնդիր չէ։ Մերսի բայց, շնորհակալություն։ Հաջորդ օրինակը նայենք եւ հաջորդ օրինակը մի րոպե այստեղը ուզում եմ էլի ուրիշ քարոզմը որ վերջերս հրացեի Ուգաս 12-ից էլի նույնը գանե չի ցույց տալի նայեմ ինչ անեմ, մի րոպե։ Ուգաս 12 գլխից 13-ից 21, Ուգաս 12, 13-ից 21, այս պետք է լինի։ Շատ լավ։ Իսկական առողջություն, վերնակիրը այստեղ իսկական առողջության մասին է։ Այս քարոզը գրես եկեղեցիում ալ տված է եւ հետո նրա համար այստեղ եթե նայեք վրային պանարազեմ, գարզում սա մեղբար է ընդեղ էր այն օրը, մարդ 1, GCC Armenian Fellowship, հետո ապրիլ 27-ին է ստեղ դվածի, անշ հայրենով ասմեկը, չէ, ընդեղ ալ հայրենով էր գարզում, հիմա, ուրեմն, այստեղ վերնակիր իսկական հարստություն, հիմա, հիշում եք պապությունը ինչ է, ուրեմն, մեկը գար, եկավ դիրոջ ասեց, որդեր ասեց, ոնց որ արդարություն արա, Դադաստան արա, որ իմ և եղբորը միջև ժառանգությունը արտար ծևով այսինքն բաժնվի։ Հիմա ազոխոսքը նրա իհարգե օրենքը ուներ։ Օրինակ ազոխոսքում Անդրանիկը գրգնագի բաժին գստանար մյուս ավակներից, նրա հորը ժառանգությունից։ Հիմա այս անձը, որ եկավ գրգին այսինքն երկու բաժին, Ասանց երբ եկավ, դիրոջ այդպես ասեց եւ դարը ասեց, այսինքն աղբեր ջան, ով ինձ այստեղը դադավոր դրեց։ Այսինքն իմ կորձս այդպեսի բաներով սպաղվելը չէ։ Եվ ասեց, որ զգուշ պետք է լինեք ամեն տեսակ ակաությունից։ Այո։ Եվ հետո այդ արագը դվեց, այդ հարուստ մարդու արագը դվեց, ասելով, որ հարուստ մարդ կար, շատ բաներ ուներ։ Հիմա սխալ չէ հարուստ լինելը, Աստված օրհնած է, ինքը աշխատող էր, ինչու որտեվ գասե, ես ասեց ավելի մեծ դեղ անեմ, ինչ որ այդ փերք ունի, ավելի ընդեղը լիցկավորեմ, մեծ դեղ անելը խնդիր չէ, բայց խնդիրը ուր էր, Աստված չգար նրա ծրագրում, ասեց շատ երկար ադեն ունիս բարիկներ, գեր խմե, երկար ժամանակ օքեյ պիտի լինես, դերը նրան ասեց, անմիտ այս գիշեր քո օքին քեզ մեն պիտի առնվի այդ բոլոր ունեցածդ ումի պիտի մնա։ Սա է պատմությունը։ Ուրեմն այստեղը թեզիսը, որ կներառե իսկական հարստությունը թեման է, երեք ճշմարտություն,
իսկական հարստության վերաբերյալ։ Երեք ճշմարտությունը օկտագի կոյականն է։ Երեք ճշմարտություն իսկական հարստության վերաբերյալ։ Ուրեմն երեք կետ ունեմ, գետ ասելով լրացում, ենթագետ ատ առումով, առաջին ճշմարտությունը իսկական հարստության վերաբերյալ, ուրեմն շփոթությունը իսկական հարստության վերաբերյալ։ Շփոթությունը, ուրեմն հատվածը 13-ից 21 է, իսկական հարստության վերաբերյալ։ Ինչու որովհետև ասանց եկա վարդապետ իմ եղբորը ասա, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի, այսինքն մի խոսքով ինքը շփոթած էր, թե ինչ է իսկական հարստությունը։ Ինքը ֆիզիկական, ֆինանսական, փողի նկատմամբ նրա կենտրոնացումը սրա վրա էր եւ Հիսուսի եկա, պատկերացրու։ Հիսուս մինչև այնատե նստագրած էր, որ իր առաքելությունը ինչ է, բնույթը առաքելության հոգևորը։ Այդպես չէ, որ սա ուգաս առաջին գլխի մեջ է, կամ երրորդ, ինչ որ է, նրա ծնունդից յետքը։ Չէ, Հիսուս արդեն ծառայում էր, հոգևոր բաներ սովորեցնում էր, եւ այս մարդը եկած է, որ այս անարդարությունը Հիսուս չանա լուծել ֆիզիկական առումով, աշխարհի ցևով, Հիսուս ասեց ոչ, եւ նրա համար ասեց դեսեք եւ զգուշացեք ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը նրա գուտակած ունեցվածքը չէ։ Ուրեմն ինք շփոթած էր իսկական հարստության վերաբերյալ։ Թիվ 2, ուրեմն ինք Հիսուս գասե, ուրեմն առաջինը շփոթությունը իսկական հարստության վերաբերյալ, երկրորդ անդարբերությունը իսկական հարստության վերաբերյալ, անդարբերությունը իսկական հարստության վերաբերյալ 16-ից 19 եւ գասե նրանց մի արակ պատմեց, մի արուստ մարդու արդը արատ բդուղ դվեց, նա ինքն իր մեջ մտածում էր եւ ասում ինչ անեմ, դեղ չունեմ, որին բդուղները այնտեղ ավակեմ եւ ասած այս կանեմ, նայեցեք, գանեմ, գկանտեմ, գշինեմ, գամփարեմ, ամենը ինքը պիտի անե։ Նրա հաշվի մեջ մտքում ասված չկա։ Հա, այսինքն հիմա այդ առաջին անձը շփոթություն ուներ իսկական հարստության վերաբերյալ, այս անձը անդարբերություն ունի իսկական հարստության վերաբերյալ, որ իսկական հարստությունը կներառե այդ գիտակցությունը, որ ասված պետք է քո կյանքում ներկա լինի։ Եվ անշուշտ ինքզինքին ասում է 19 ամառում ով մարդ շատ տարիների համար ամբարված բազում բարիկներ ունես, հանգստացիր, գեր, խմիր, զվարճացիր։ Մի խոսքով ինքզինքը բրավո ասում է, աբրիս ասում է։ Գեցես, հա։ Ուրեմն տեսնում ենք, որ թե անդարբերություն կա իսկական հարստության վերաբերյալ եւ թե շփոթություն կա իսկական հարստության վերաբերյալ եւ երրորդ տեսնում ենք դադավճիրը, դիրոջ դադավճիրը իսկական հարստության վերաբերյալ 20-ից 21 ամառները։ Մենք գիտենք դեր ինչ ասեց։ Ասված նրան ասած անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից բանջելու են, ինչ որ պատրաստել ես ումն է լինելու։ Եվ հետո անշուշտ գաբելացնե ազոխոսք ասելով նույնպես է նա, որ իր անձի համար կանց է դիզում, բայց Աստծով չէ հարուստ։ Իսկական հարստությունը Աստծով չէ հարուստ։ Իսկական հարստությունը։ Ուրեմն սա էր ուրվակիցը քարոզի եւ այստեղ էլի հիշեցնելով շփոթությունը իսկական հարստության վերաբերյալ, անդարբերությունը իսկական հարստության վերաբերյալ եւ դադավճիրը իսկական հարստության վերաբերյալ։ So այս քարոզը անշուշտ կենտրոնական թեման ասված է այդ առումով որ ինքն է որ պետք է բնդրվի իբր իսկական հարստություն։ Բայց մյուս այդ երկու մարդիկը, այդ առաջին անձը եւ երկրորդ այդ արագի մեջի այդ անմիտ հարուստ մարդը, նրանք շփոթված էին իսկական հարստության վերաբերյալ եւ անդարբեր էին։ So դու իբր ունգընթիր իսկական հարստության վերաբերյալ հստակ հասկացողություն ունես, որ ասված է քո իսկական հարստությունը։ Եթե ասված չունես, քո կյանքում պիտի շփոթած լինես եւ կարող է անդարբեր ես հիմա, կարող է հեչ հոգը դալ չէ Աստծո վերաբերյալ։ Ավետարանչական բնույթ ունի, ավետարանը հանգիստ կկարոզեցվի, հետո հավատացյալի համար էլ որևէ շփոթություն ունես Աստծո վերաբերյալ, հավատացյալ եղբայր ջան, քույր ջան, որևէ անդարբերություն ունես Տիրոջ հանդեպ, այո, այդ արագում, այդ հարուստ մարդը ինքը անավատ մեկն էր, հավատացյալ չէ, բայց գիրարումը կարաս այդպեսով կապել, որ անդարբեր չլինենք Աստծո հանդեպ, որ չլինենք այդ անմիտ հարուստի նման, եւ հետո բաց թողնենք, բացնենք Աստծո ներկայության օրհնությունը մեր կյանքերի մեջ։ Մենք Տերը պետք ունենք
եթե Հիսուս ունենք, Դեր ունենք, Սուրբ Օքին մեր կյանքերում մեջ է, ամենամեծ հարստությունը սա է։ Ներկայիս ամենամեծ հարստությունը երկագի է, ոնց որ գոբեգի պես մեկ կողմը Սուրբ Օքին, մեկ կողմը ազոխոսքը։ Ներկայիս աշխարհում այս երկու բաները ունենք։ Իհարկե, որ Սուրբ Օքին ասենք երրորդությունը, Հիսուս հայրը հոն է, չենք ասում որ նրանք կարևոր չեն, բայց ես ադենը մեմ ինքսինքիս այդպես հիշեցնում եմ, Հովիկ ասում եմ ես ինձ ամենաերկու կարևոր բաները ունես կյանքում, որ Տերը իր ողորմությամբ տված է քեզ։ Նրա խոսքը եւ նրա հոգին։ Ուրիշ բան մեկը չի կարող սրանից ավելի թանկագին բան ունենալ։ Մա Արթուր եղբայր ջան, գիտեմ Աննա քրոջը գարոդել ես եւ ուրախ եմ լսելու սա։ Այո, շիդագ է, ես հիմա չեմ երգում, որ մեր ընտանիքը կարևոր չէ, մեր եղբայր քույրերը կարևոր չեն, բայց գիտենք եղբայրներ ջան, որ մեր ամենակարևոր առաջնային իրականությունը, ճշմարտությունը մեր կյանքում Քրիստոս է։ Եթե մեկը ազոքին չունի, ասին նույնիսկ եթե աշխարհի ամենահարուստն լինի, վերջո ամենատշպախտը պիտի մեռնի։ Ինչու որ պիտի մեռնի ասելով, այսինքն ավետարանական դանչանքում պիտի գտնվի։ Բայց եթե մեկը Աղքատ Ղազարոսի նման Ղուկաս 16-ում մարդը մեռավ, բամը չուներ։ Այդ հարուստից կախյալ էր։ Բայց ինք հանգստացավ։ Այո։ Հա։ Ղուկաս 12-13-ից 21։ Այ։ Ապրիլին մեր եկեղեցին քարոզը դված է Սարգս եղբայր, եթե ուզում ես այնտեղ, այո։ Հարստությունը ոչ կողամովի էր, ոչ խափելով էր, ոչ ուղղակի ինքը աշխատել էր։ Հա։ Եվ դերը բամը չի ասում։ Այո, դրա մնաց չի մեր։ Հա, այո։ Այո։ Ինչի անում եք, որովհետև կյանքը ամբողջապես պատկերացնում է դրա մեջ։ Ուրիշ կողմերը դե հիմա Պողոսն ասում է ձեր տվեցինք իրար, որ աղքատները հիշեն։ Դրանք ովքեր որ հարստության ու ագահության են, դրանք իրանց ովքերը չեն տեսնում։ Աղքատներին երբեք չեն նկատում։ Իր անմտությունը նաև դրա մեջ, որ ինքը մենակ իր համար, ես ուտեմ, ես խմեմ, ես ստանամ։ Ես շինեմ, կանտեմ եւ այլն։ Ես անեմ ես, բայց կողքից ոչ մի բան։ Այո, շատ շիրակ, այո։ Հիմա ուրիշ օրինակներ եղբայրներ ջան։ Հա, այստեղ ուրիշ օրինակներ ունեմ, եթե գարամ ոնց որ ներկայացնել, որտեվ ուզում էի ուրիշ եղբոր քարոզներից մի քանի օրինակ ցույց տամ, միայն այսին իմ բաներս չդամ, մի րոպե։ Շատ լավ, կարող է սրանով ալգարամ անել։ Հիմա նայեցեք, Էստեղը մեր Ջան Մկարտերի եղբորը ուրեմն կոմենտարիաներից թարգմանած եմ։ Հիմա այս պարակային ռոմայացիներից է եւ վերնակիրը նրա քարոզին Քրիստոսի ավետարանը հատվածը ռոմայացիների 1:16-ից 17-ը եւ նայեցեք նա ինչպես ներկայացնում է տեզիսը թեմայով եւ հոգնագի քոյականով 16-17 հատվածներում սա լրիվ իր աշխատանքն է, բարձրապես թարգմանած եմ, անշուշտ իմ կարողությանս համաձայն, 16-17 հատվածներում Պողոսն օգտագործում է 4 հիմնական բառեր, որոնք վճռորոշ են Հիսուս Քրիստոսի ավետարանը հասկանալու համար։ 16-17-ից։ Եվ ինքը այդ 4 բառերով ինքը խոսում է, զորություն, փրկություն, հավատ եւ արդարություն։ Այնտեղ են, տեքստում են։ Հիմա այս պարակային ինքը այս մոդեցումը ունի։ Հիմա ուրիշ օրինակ ապետի դամ, որ ուրիշ օրինակ ավելի լայն է ներկայացումը, ինչու որ նայեցեք զորություն։ Քանի որ գասի ավետարանը ազոզորությունն է, փրկության համար, ով որ հավատակ ասե, բոլորին, հրյային, հույնին, եւ վերջո, որովհետեւ դրանում ազո արդարությունը բացահայտվում է, արդարություն, ինչպես գրված է արդար ավատքով կաբրի։ Եվ այդպեսով ինք գներարե բոլոր այդ խորհուրդները այդ երկու համարներում։ Ինչու որովհետև Բոս Արաքյալը
4 հիմնական բառեր օգտագործած է, որ ավետարանը ցույց տա, ավետարանի մասին խոսա։ Եվ մենք ագարանք անշուշտ խոսալ ասել ավետարանը Աստծո զորությունն է, ավետարանը փրկության համար է, ավետարանը անշուշտ հավատի գարաչնորդ է եւ ավետարանը անշուշտ կարտարացն է։ Շատ պարզ։ Հիմա սա մի օրինակ։ Ուրիշ օրինակ, նորեն նույն եղբորից օրինագից նույն կոմենտարիայից ռոմայացիների նայեցեք Աստծո բարգությունը չնայած 16-17 համարներ ասի 18 համարի վրա կարոզած է մի համարի վրա կարոզած է սխալ չէ բացատական կարոզել չէ պետք է 5 7 10 համար լինի մի համար Աստծո բարգությունը հիմա գլուխ 6 կասե որով սա 6-րդ գլուխն է նրա կոմենտարիայում 1:18 համար մեկ համարի հագիրտ շրջանագում Ռոմայացի 1:18-ում ասում է Բողոսը ներկայացնում է 6 հատկանիշներ որոնք բնութագրում են Աստծո բարգությունը 6 հատկանիշներ որոնք բնութագրում են Աստծո բարգությունը ուրեմն նրա մայր կապարը կարոզի թեզիսը սա է 6 հատկանիշներ որոնք բնութագրում են Աստծո բարգությունը թեման է չէ Ինչու որ վերնակիրը ինչ է Հակոբ ջան Աստծո բարգությունը վերնակիրը վերցված է թեզիսից թեզիսը ներառում է թեման Աստծո բարգությունը եւ 6 հատկանիշները կապույտով աստեղ օկնագի կոյականն է նայեցեք թիմեք Աստծո բարգության որակը հիմա առաջին համարի առաջին մասում գասե Աստծո ումի բարգությունն է Աստծո բարգությունն է Երկրորդ, Աստծո բարգության ժամանակը բացահայտված է, արդեն իսկ ներկա է։ Եվ անշուշտ, իհարկե, ես միայն ցես դալիս եմ լրացումները, բայց ինքը խոսում է, մեկնաբանում է, գիրառում է ասպաները։ Հետո, Աստծո բարգության աղբյուրը երկնքից է։ Որով գասե չէ տեքստը, երկնքից հայտնված է գասե չէ։ Նայեցեք, երկնքից մարդկանց բացահայտվում է երկնքից։ Հետո, Աստծո բարգության չափը եւ բնույթը, ինչ կասե Բոլոր անասվածության եւ աներավության թեմ մարդկանց բոլոր անասվածության եւ աներավության թեմ Աստծո բարգության չափը եւ բնույթը հետո Աստծո բարգության բաժարը 18-ի մեջ կասե ովքեր ճնշում են ճշմարտություն աներավության մեջ Ինչու համար Աստված բարգացած է մարդկության թեմ որովհետեւ մարդիկ ճնշում են ճշմարտությունը չեն եւ վերջը Հա, 6-ը այսպես էր, ինչու որ այստեղ երկու մաս կա, չափը եւ բնույթը եւ ասալ բաճարը, ես պետք է ասի 4, 5, 6 այդպես բաժնեի։ 6 հատկանիշներ ունի այստեղ։ Ուրիշ օրինակ, նրա կահադացից կոմենտարիայից հիմա այստեղը ուրեմն վերնակիրը հիմա նրա կոմենտարիաները նրա քարոզներից վերցված է ազատության համար գանչված 5, 13-ից 15 համարները հատված հետևյալն է, որ դուք ազատության համար եք կանչվել եղբայր, միայն թե ձեր ազատությունը պատճառ չդա մարմնին, այլ սիրով ծառայեցեք իրար, որովհետև բոլոր օրենքն այս մեկ խոսքում է կատարվում, քո ընկերին քո անձի պես սիրիր, բայց եթե իրար գծեք ու ուտեք, զգուշացեք, որ իրարից չպջանաք։ 13-ից 15։ Ուրեմն վերնակիրը ազատության համար կանչված, ինք այսպես կներկայացնե Քարոզի մայր կապարը այստեղ ինք սովորություն ունի իր կոմենտարիաներում միշտ նրա առաջին դրացումից առաջ տեզիսը այստեղ է Կահադացիների 5, 13, 15 համարներում Պողոսը ներկայացնում է Աստծո իրեն սիրելու ազատության գոչի ինչու որ վերնակիրը ինչ ասեց ազատության համար կանչված ազատության գոչի 4 նպատակները ավասի կոկնագի կոյականը 4 նպատակները Հագարակ կենալ մարմնին, ոնց ազատություն գարանք ունենալ, մարմնին հագարակ կենալով, զարայելով ուրիշներին, գադարել Աստծո բարոյական օրենքը և խուսափել ուրիշներին վնասելուց։ Այս 4-ը։ Նրա համար թիմեք առաջին լրացումը հագարակ կենալ մարմնին, միայն թե ձեր ազատությունը պատճառ չդա մարմնին։ Սա առաջինը։ Երկրորդը ծառայել ուրիշներին, սիրով ծառայեք իրար։ Երրորդը Աստծո բարոյական օրենքը կատարել, որտեղ բոլոր օրենքը այս մեկ խոսքում է կատարվում, քո ընկերին քո անձի պես սիրիր, եւ չորրորդը խուսափել ուրիշներին վնասելուց, բայց եթե իրար գծեք ու ուտեք, զգուշացեք, որ իրարից չբջանաք։
Սա էլի այդ նույն մոդեցումն է եղբայրներ ջան, ինչպես տեսակ։ Հիմա եթե ուզեք այս օրինակները գարամ ցեզ ուղարկել, բայց Դավիթ եղբորը պետք է ուղարկեմ, Դավիթ եղբայրը, ինչու ես մյուս խումբը չունեմ նրա համար, հա։ Ուրիշ օրինակ։ Հակոբ եղբայր։ 6 կոնֆերանս Եվանոս եղբայրը ջան, երբեմն ես այդ սերավները լավ չեմ հիշում, հասկանալի է, գներեք։ Եղբայրը ազո խոսքով սպաղ է հիմա, գիտես, կարևոր ադը, կարևոր ադ։ Հիմա գույմա միան սա է պր կոմենտարիա, ուրեմն դերեգամի բիդի մի հադորնոց հայրենով ունենանք նոր գդագարանի մասը, որ դագավին ընթացքի մեջ է, բայց սա ավելի մարագրգիտ կոմենտարիա է։ Հա։ Եվ իպր նմուշ կարակ տեսնել քարոզի բան։ Հիմա նայեցեք 19-րդ գլուխը 6-րդ Գաղատացիս 6:11-13 մարմնով բարձենալը։ Հիմա մարմնով բարձենալը այս համարները այստեղ են եւ հետո նրա քարոզի մայր կապարը թեզիսը, որ ներառում է մայր թեման, առավել հոգնագի քոյականը, նայեցեք ինչ կասե։ Նամակի մեծ մասը դրամատրված է հուդայականների սուտ ուսուցումները դադարեցնելուն։ Այժմ Բողոսը նաև դադարեցնում է ավետարանը օրինաբաշխությամբ խեղաթյուրելու նրանց շարժարիտները։ Նա հայտարարում է, որ նրանց շարժարիտը գրոնական հբարդություն է, վախկոտությունը եւ գերձավորությունը։ 3 շարժարիտներ այս ասենք ինչի մարմնով բարձրանալու 3 շարժարիտներ եւ այստեղը թիմեք կրոնական հբարդություն, որոնք որ գամենում են հաջո երևալ մարմնի գոմանե, նրանք ստիպում են ցեզ որ թրփատվեք կրոնական հբարդություն եւ այս կրոնական հբարդությունը մենք շատ թյուրությամբ կարանք գիրարել մեր ազգի հետ կապված օրինակ տալ, որ ինչպես մենք ալ ունենք որոշ բաներ, որ մենք բարձրանում ենք, հա, ճիշտ, կրոնական բարձանք է սա, ուրեմն կրոնական հբարդություն, թիվ 1, թիվ 2, վախկոտություն, միան որ Քրիստոսի խաչի վրա չհալածվեն։ Նրա համար, եթե սուրբկրայնորեն ապրեն, նրանց կրոնքի ագարակ պիտի գնան, պիտի հալածվեն, եւ թիվ 3, գերձավորություն, որովհետև այն տլպատվածներն իրանք էլ օրենքը չեն բահում, այլ գամենում են, որ դուք տլպատվեք, որ ծեր մարմնովը բարձրանան։ Այսինքն, մի խոսքով դուք արեք ինչ որ մենք ցեզ ասում ենք արեք, որ մենք բարձրանանք, որ մենք ճիշտ ենք, մեր ասածը արեցին։ Նույն բաները, բամը չէ փոխված։ Քանո Աստծո խոսքը Հավիտյանը նրա համար Աստծո խոսքը բավարար է բոլոր ժամանակների համար այդ իշխանությունը ունի մեր կյանքերը ղեկավարելու, նույնիսկ մեր կրոնական կյանքերը։ Ուրիշ օրինակ միևս նրա օրինակներից, քան թե մարմնով բարձրանալ, 14-18 Բողոս Սարակյալի մագասե շիդագի ինչն է, խաչով բարձրանալը, եւ այդ տեքստի վրա գխոսա, էլի ոնց խաչով մենք կարանք բարձրանալ, նրա թեզիսը, որ գներարե թեման եւ հոգնայի քոյականը, Գաղատացիների 6:14-16 համարներում Բողոսը 3 պատճառ է ներկայացնում, 3 պատճառ, հոգնագի քոյական։ Միայն Հիսուս Քրիստոսի խաչով բարձրանալու համար, մայր թեման, խաչով բարձրանալ, վերնակիրը այդտեղից առնված է, խաչը զորություն ունի ազատելու մարդկանց աշխարհի կերությունից։ Թիվ 1, թիվ 2, խաչը զորություն ունի անելու այն ինչ մարմինը չի կարող անել, թիվ 3, խաչը զորություն ունի փրկություն բերելու։ Այս 3 կետերը եւ այդպեսով ներկայացված է նրա ասենք բանի մեջ։ Խաչը խաչալի մասին է, չէ, ոչ թե խաչը։ Ասի Քրիստոսի մասին է, որ խաչ կասենք փայդի մասին չէ։ Այս նույն համարը, ասենք առաքելականները, հա։ խաչը զորում է, պատճ։ Շատ հեշտ է։ Ինչ ասեց, չհասկացա, ինչ ասեց։ Առաքելականները ասում են նույնը, ինչպես որ Հովիկ եղբայրն խաչը։ Երբ որ ասում են խաչ, նկատում են խաչյալը։ Այո, իհարկե։ Այո։ Իսկ այդ համբյուրելու գործընթացը ոնց է, ասենք որ համբյուրես կամ խաչը կախում են, համբյուրը։
Ասենք որ խաչը պահություն է։ Գրված է, Ինչ է ռոմար նշանակում։ են խանդի, մաս Սիմվոլն է, էլի, իբրև Քրիստոսի մասին։ Հարգանքի նշան է, հիմա մեկը Խաչալի։ Հա, Խաչալին է։ խաչալի։ Բայց Հոգևորականի աչքը համբյուր ունենք, մենք Քրիստոսի աչքն ենք համբյուր։ Իսկ երբայր խեն ասում հայ սուրբ սրբազան հայր, տեր հայր։ Շեղվեցին, Չէ, թեման։ շեղվեցին, no politic։ no politic։ Ոչինչ, միգրանտ տրամազրեք, ես կբարթացեի Բայց այդ ակետի կարևոր թեմաները, որովհետև մենք ամեն օր գործ ենք, առանց Հիմա եղբայրներ ջան, մենք գարանք էլի կոնֆերանս մանել այդ չէ, գադակար։ Ինչպես։ Ով։ Հա, բայց սրբազան հրավիրենք, մեր եղբայրների Սաքսեղբար ասում էր, Սաքսեղբար ասած, էլի ասա։ Խեմ որ ասում է, ուրեմն կոնֆերանս էր եղել եկեղեցիներով, կոնֆերանս էր բանում, առաքելական եկեղեցում, և նստած են սրբազաննա, կաթոլիկոսնա, խոսում են, ասում են եղբայր, Աստվածաշնչից հարցեր են տալիս, ասում են սենց անենք, Աստվածաշնչը։ Սա իրական պատմություն է, թե Իրական։ Կաթոլիկոս ասում են եղբայր եկեք նստենք Աստվածաշունչը մի կողմ թողեք, նստենք մենք խոսենք, էլի, տեսնենք ինչ ա, մենք ինչ ենք ասում, էլի, հա Աստվածաշունչ։ Էլի քայլ Աստվածաշունչի։ Բայց մգրդականները ինչ է, մգրդական ագարան դե, չէ, գա մգրդականներ, ով որ ուրիշ հոգևոր այսին։ Հա։ Եվ նրանք էին, որ ասում էին, որ Սուրբ ինչ ասում, ինքնալ ասում է, որ Սուրբ Գիրքը մեկ կողմ, մի քիչ մեզի մտիգան ենք, ասի մեր քաղաքապարը։ Ինչպես։ Հա, իհարկե, այո։ Հիմա եղբայրս, հիմա ինչպես գիտես, հիմա ամեն մեր հանրավանություններու մեջնալ, նույնիսկ մեր ավետարանական գոչված դարբեր մարդիկ կան, որ երբեմն կան անցիկ, որ նույնանման ազո օքին չունեն։ Թեև մեր մեջ են, պես մեզանից չեն, սա առումով, որովհետև ապաշխարած չեն, վերստին ծնած չեն։ Կարող է որ նրանց հայրը, մայրը մեծացել են, իրենք ալ են մեծացել են։ Հա, այո։ Այո, շատ շիրակ։ Հետո ուրիշ օրինակ մը եղբայրներ ջան։ Էլի ուրիշ օրինակ մը։ Նորեն չպասում։ Չէ, այնտեղ է, ցանակրության մեջ է։ Հա, ցանակրության մեջ է։ Ուրիշ օրինակ մը, որ այստեղ ներկայացնենք, թվոց գրքից սա վերջին քարոզը սեր անցյալ ամիս մեր եկեղեցիում, էլի չի ցույց տալի, բայց կարամ սա ցույց տալ։ Անա ցույց չի տալի։ Դժվարություն տալիս։ Սատանան չի ուզում, գիտես դեր գադականը։ Մեղք է սատանային վրա, ամեն բան սատանայի վրա չի նետենք։ Մեղք է։ Ինտերնետի վրա է անցանքը։ Անա ուրիշ սայրայաղություն, այո։ Շատ լավ։ Նայեմ այստեղից ինչ կարամ ցույց տալ։ Հա։ Ուրիշ օրինակը, որ կարամ ցույց տալ, էլի մեկ, չէ, սա արեցինք, սա անենք, ասա ցույց չի տալի, ինչ ցույց տամ, ինչ որ բացվի, չի բացվում, ոկե, ուրիշ սևով բորցեմ, կարող է այսպեսով կարելի է հիմա, մի ռոբե, ուրեմն եղբայրներ ջան, արդեն այս նմուշներից բավական մենք քաղաքապար գազմեցինք, թե ինչպես պետք է, որ մեր քարոզի մայր գետը, թեզիսը կազմվի և հոգնագի գոյականով մեր լրացումները ներկայացվեն, չի անում,
Այստեղ ունեմ գարամ այստեղից կարտալ անցյալ ամիս ուրեմն այս քարոզը դված է ինչպես արձագանքել անարդար քննադատությանը Մարիամի եւ Ահարոնի այդ խնդիրը Մովսեսի առաջնորդության թեմ թվոց 12-ից 15 համարները եւ սրա մեջ ուրեմն ունեմ 4 զգսպունք թե մենք սովորում ենք 4 զգսպունք Մովսեսի փորձից ինչպես արձագանքել անարդար քննադատությանը առաջին զգսպունքը առաջին երկու համարների մեջ մենք պետք է ակնկալենք անարդար քննադատություն ինչու որովհետև իբր առաջնորդներ պետք է զարմանանք ինչու Մարիամ եւ Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ նրա արած Եթովբացի գնոջ պատճառով որովհետև նա Եթովբացի գին էր արել նրանք ասացին միթե դերը միայն Մովսեսի միջոցով խոսեց չէ որ նա մեր միջոցով էլ խոսեց մենք ալ քարոզիչներ ենք մենք ալ առաջնորդներ ենք մենք ալ նույն ընտանիքից ենք ինքը Եթովբացի գին արած է եւ խնդիրը բազմագնության հարցը չէր խնդիրը ավելի կարելի ռասիստ տական այդպիսի մոդեցում էր ինչ որ էր հարցը հիմա ադի չէ բայց երբ մեկը ուզում է քննադատել քո ծառայությունը երբ դու հավատարիմ ծառայում ես Տիրոջ մազունի մեջ են մազ մի դիպնդրե գսանյա մազունի միջից մազ մի դիպնդրե ասի պամը որ մենք մազունի միջից կասենք հա ձվի միջից մազունի միջից հա հնարավոր է բերելուց ասենք կինը մազը գցած խաշի միջից Դրա մեջ լիքն է, դրա մեջ բաբշի։ ուրեմն եղբայրներ ջան ուրեմն մենք պետք է նայեցեք առաջին սկզբունքը որ մենք սովորում ենք այստեղից մենք պետք է ակնկալենք անարդար գնահատություն պիտի լինի երկու մենք պետք է խոնարհ մնանք անարդար քննադատության առջև Սուրբիկը ասե չէ դերը լսեց Մովսես երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի էզմարտ էր հիմա նրա մեկնաբանությունը գայ նրա մեջ մի մտնենք բայց քննադատություն պետք է ակնկալենք եւ թիվ 2 պետք է խոնարհ մնանք եւ ես խոսում եմ անարդար քննադատության մասին մեր ֆոկուսը անարդար քննադատության մասին է ուրեմն պետք է ակնկալենք անարդար քննադատություն պետք է խոնարհ մնանք անարդար քննադատության առջև 4-ից 9 համարները մենք պետք է թույլ տանք Աստծուն սպառվել մեր անարդար քննադատությամբ ինչու որովհետև դերը 4-րդ համարից ասաց Մովսեսին Ահարոնին ու Մարիամին դուք երեքը դել դուրս եկեք եւ գնացեք ժողովի վրան եւ դերը գասե իջավ ամբիսիոնով 5-րդ համարում նա կանչեց Ահարոնին Մարիամին եւ ասաց հիմա լսեք իմ խոսքը եթե ծեր միջից մեկը մարգարելի ես դերը դեսիկի մեջ գայտնեմ նրա կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ բայց իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ նա իմ ամբողջ դանը մեջ հավատարիմ է արդեն Տերը այդպիսի խոսքեր ասելու բայց պետք է նրանք ոնց որ նրանց ձունգերը այսպես իրար դպչեին վախենային եւ դերը ասելիքը ասել է այդ կը հետո իրնելիքը արեց եւ 4-րդ նայեցեք մենք պետք է ակնկալենք անարդար քննադատություն մենք պետք է խոնարհ մնանք անարդար քննադատության առջև մենք պետք է թույլ տանք Աստծուն սպառվել մեր անարդար քննադատությամբ սա չի նշանակում որ մենք չենք կարող ինքնից պաշտպանել խոսել պետք եղած տեղը բայց դա հանցնել Տիրոջը եւ 4-րդ դերը իրնելիքը նել է հետքը մենք պետք է բարեխոսենք այսինքն աղոթենք միջնորդենք ինչպես Մովսես արեց մեր քննադատների համար Մենք չէ ուրախանանք Մովսես կարար ասել օխ եղավ ցես եթե լավ եղավ ցես չէ աղոթեց աղաչեց Մարիամի համար բարեխոսեց բայց խոնարհը լալը հոսե Մովսեսի այստեղից տեսնում ենք որ ինքը հավատարիմ մարդ էր հավատարիմ շիդագ է մեր ասի մեղավոր բնության նայելով Մովսեսը երախտապարտ սրտով արեց դա որովհետև ինքը հիշեց որ ջրի մեջից այդ գտնելու process-ին մասնակից եղել իր ամեն Մա տեքստը այդ չսեր բայց Հիմա այդ բաները որ ասեմ գապ չունի տեքստի մեջ Սա ճիշտ է զգուշ պետք է Ուրեմն Չէր մոռացել բայց իր քույրն էր Հա իր հարազատ քույրը եւ եղբայրը Դուրս եկան դրանց ինչ արեց Դրանց էլ ասեց արեք բարեշենք խոսենք տեսնենք որտեղ է խնդիրը չէ մենք sense չէ հեզ մարդ է որ Աստված ինքն է Հիմա իհարկե այս քարոզի բարակայում
Այս կարոզը ավելի խոսում է առաջնորդ եղբայրների, ծառայող եղբայրների եւ ակույրերի է գարաս ասել։ Բայց առաջնագարկորեն այո ծառաների համար է, բայց բոլոր ավադացիաների համար, որ բոլոր ավադացիաները դարբեր ծևերով ներկրաված են Տիրոջ ծառայության մեջ, քիչով կամ շատով։ Ուրեմն անարտար քննադատություն պետք է ակնկալենք, խոնար պետք է մնանք անարտար քննադատության առջև, թույլ տանք Աստծուն սպառվել մեր անարտար քննադատությամբ եւ 4-րդ բարեխոսենք մեր գնահատանների համար, այսինքն Մովսես ինչ որ արեց, աղոթեց, միջնորդեց այդպիսով։ Ուրիշ օրինակ միևս եղբայրներ ջան, եթե հարց կա, խնդրում եմ հարցրեք, չէ թե ոչ այստեղ, այո։ Եթե հարց կա։ Դերեգամի Վարդան եղբայրը, Սամ եղբայրը միասին խոսայինք, մի կոնֆերանս եւս պիտի ունենանք նոյեմբեր ներգայիս որոշած ենք նոյեմբեր 6, 7, 8 եւ այս կոնֆերանսում պիտի մի գիրք վերցնենք մի քանի գլուխնոց որ բացադրական ուսումնասիրության ցևով մեջից անցնենք ուսումնասիրենք հիմա հնարավոր է օրինակ հիմա որ մտածում եմ քահադացից նույնիսկ այդ կոմենտարիանը garanք վերցնել որոշ գլուխներ այդտեղից վերցնել եւ նայել մեջից անցնելով ոնց որ վերլուծել ինչպիսի այդ եղբայրը ինչպես ուսումնասիրում է այդ բոլոր բաղադրիչները որ նրանց վրա խոսանք ոչ թե միայն այսօր առաջալ առաջնորդական գիրք վերցնել օրինակի համար Տիմոթեոսի կամ Տիտոսի գիրքը հնարավոր է հնարավոր է իհարկե այո նշեցեք այո շնորհակալություն Էլի մի օրինակ եւս նայենք, մինչև անհետև որ բացվի իմ մոտ։ Սա չբացվեց։ Ես մտածում եմ շատ ժամանակ մենք ունենք, որովհետեւ չենք համբերում որ Տերը պատասխանի։ Այստեղ իհարկե շատ եզակի օրինակ է, որ Աստված ինքը ուղղակի միջամտեց, ասում ամբողջ եւ միջամտեց։ Այդ բաղը ինչպես կարող է կիրառումը անել համբերել որ Տերը պատասխանի։ Տեսեք դուք ասացիք սպասել պիտի լինի, այսինքն անխուսափելի է, ոչ մեկը այստեղ Եղբայրներ ջան հովիվներից կան մարդիկ, որոնք երբևիցե չեն քննադատվել։ Եթե այդպես են հովիվ չեն եղել։ Կա հովիվ, որ երբևիցե չի քննադատվել։ Եթե կա խնդրում ենք դասկալ, ոչ չի քննադատվել։ Այո, մեզ սովորեցրենք։ Քննադատվել։ Դու չես քննադատվել։ Ես նոր եմ քննադատվում։ Իգրովեջ դասի գդրվածքով դասի ընթացքում Ինչքան գեղեցիկ է որ ասենք մնա դրա մեջ ես սպասել որ Տերը պատասխանի այդ ուզենամ այդ պահը սպասել եւ Տերը պատասխանի մի փոքրիկ ավելի Քարոզի մեջը բայց Վարդան եղբորը սա շատ շիդագ է որովհետեւ հիմա Մովսեսի բարակայում սա եզակի իրադարձություն է որ Տերը ամիջական կերպով շուտով պատասխանեց ուրիշ ադեններ սա չի նշանակում որ մեր բարակայումը նույնը պիտի լինի Տերը կարող է որ մեզ սպասեցնե մինչև որ մենք պատասխանը ունենանք եւ այդ սպասման ժամանակում ընթացքում մենք շատ բաներ կսովորենք համբերություն, խոնարհություն, ինչու որ գարա մեր մտքերում սրտերում բարգություն, դառնություն ներկայանա, բայց մեր անձերը Տիրոջ առաջ պետք է խոնարհեցնենք, այո։ Այո։ Խոնարհությունը սովորելով, հա։ Ինչպես։ Խոնարհությունը սովորելով է։ Հիմա թե խոնարհությունը դու ես թե հարց ես տա։ հարց եմ տալի։ Ես ուզած մանձանից սովորեցեք, որ ես եմ Այսինքն թե մեր միջից եւ թե երկուսը թե մեր միջից պետք է մենք սա աշխատենք վրան եւ թե ուրիշներից պետք է սովորենք այդ օրինագից, հա։ Հիմա եւ որ Սուրբ Օգու բարգեւի մասին խոսում ենք, այդ 9 բաղադրիչները սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, հեզություն, չէ՞։ Արդեն հեզությունը այնտեղ է, չէ՞։ So խոնար լինել, հեզ լինել եւ կարեւոր է որ այո, որքան որ
Սուրբ Օգու ազդեցության տակ ապրենք հնազանդությամբ իր խոսքին, անկան ավելի պիտի կարողանանք ասպիսի բահերուն դիմակրավել շիդակ ծևով մեր այսինքն գեցվածքը, արդայդությունը։ Հիմա Մովսես կարար ասել դուք խայդարակներ ինչ անում եք։ Առաջնորդը ես եմ, դեր ինձ աստեղ դրած է, դուք ով եք։ Մովսես երբեք այդպես չասեց։ Մովսես կարար ասել այդպես, բայց այդպես եթե ասեր, ով գիտե դերը ինչ պիտի ասեր նրան։ Բայց ոչ, Մովսես, եթե գիտես, որ դերը կես դրած է այդ ծառայության մեջ, դուր կեցիր։ Լավակույնը սա է։ Բայց չունես գրվելու։ Ինքնապաշտպան։ Ինչու որովհետև միշտ պիտի լինեն մարդիկ, որ քո աթոռդ ուզում են։ Այսօր չեն վաղը։ Միշտ ամենքն ус համար որ այստեղ ենք։ Առանց բացառության։ Միշտ պիտի լինեն։ Երբեք մի կարծեր, որ ամեն եղբայր որ 4 կողմը դե քո լավություն ուզում է 100%-ով։ Որը մարդկային այդ մեղքը բնավորությունը պիտի բայկարի հովիգը եթե գնան ես ագրնամնել իր ռածը։ Okay, տիրոջը բիցկես։ Չեմ ասում որ եղբայրս պետք եղած ադենին պետք եղած պատասխանը չես կարող տալ։ Հիմա հաջորդ քարոզը որ դերեգամի պատրաստում եմ թվեր 16-ն է։ Կորայի այդ իմպոստությունը եւ իր 250 ընկերների։ Եվ Մովսես այնտեղը դգարթում ենք որ Մովսես պատասխան տվեց, հագիրճ պատասխան տվեց եւ նայեցեք, այսի մի խոսքով մի անգամ 12 գլխի մեջ մի բան ասեց, ուրիշ ադեն նայեցեք, շատ հագիրճ կերպով թվեր 16 երբ ուրեմն Գորխի եւ նրա ընկերները նայեցեք իմպոստացան Մովսեսի թեմ երկրորդ համար հավաքվեցին Մովսեսի թեմ երրորդ համար չորրորդ համարում նայեցեք եւ Մովսես այս երբ լսեց երեսնիվար ընկավ քեդին նա խոսեց Գորխի եւ նրա ամփոխի հետ եւ ասաց վաղդերը ցես ցույց կտա թե ով է իրենը եւ ով է սուրբը եւ նրան գմոդեցնի իրեն նա ում գնդրի իրեն գմոդեցնի նրան վերջեսա Կարելի է ասել որ արդեն փորձարար հավատքով թե փորձարաբար համոզվել էր որ Տերը եթե ինքը լրի Տերը կպատասխանի իր փոխարեն Արդեն մի անգամ փորձառություն ունեցավ 13-րդ գլխի մեջ եւ ինքը խոնար մարդ էր ինք բետ չուներ ինքը պաշտպանելու այո Մովսեսը թերի էր գիտենք իր դկարությունները թերությունները ուներ բայց երբ որ դերը հիմա ասպես ասեմ զոր օրինակ ասեմ մայիս եղբայրը իր եկեցու հովիվն է չէ Եթե բադայեցավն որ ես սկսա իր եկեցին աջախել, ես ալ հովիվը լալով իր աթորը ուզում եմ։ Բայց ով նրան դրեց այդ եկեցու հովիվ լինելը, եկեղեցին աստուծո գարկատրությամբ եկեղեցին ամացայն էր։ Ես ով եմ որ պիտի կամ եւ իրեն աթորը ասել գասկանակ ծառայությունը պիտի ցերքեն առնեմ։ Կարևոր չէ ով լինես։ Աթորը տանելով զորությունը։ Ինչու որովհետեւ երբեմն այդպես մենք կմտածենք։ Մեր գարա մտածել ասե որ զոր օրինակ, մայիս եղբայրը զոր օրինակ 25 տարեկան երդասարդ է, օրինակ մխիտար եղբայր օրինակ 60 տարեկան փորձառու մարդ է, ուրեմն ինքը պետք է դեղը այդ հովական ծառայությունը առնի։ Հիմա եթե եղբայրը մեղ չունի եւ եկեղեցին որոշեց որ ինքը հովիվը պիտի լինի եւ եղբայրը սխալ չի անում իր ծառայության մեջ Ուրեմն ես կարամ ասել որ զոր օրինակ դուրսից կնամ սեբենք թե եթե նշանավոր հանրազանոթ հովիվ մը լիներ հիմա ժամանակին օրինակ պատմագրական հովիվը որ կար ես իրեն չեմ ճանչնար կարող է 1 կամ 2 անգամ լսած եմ 90 թվին յուրա եղբայրը յուրա եղբայր ուրեմն յուրա եղբայրը պետք է դեղ առնի ինչու համար մայիս եղբայրը կամ խիտար եղբայր կամ հովիկ եղբայր յուրա եղբայրը փորձառու եւ այն չես կնար այդպես անել ասված իրեն հոն դրած է եւ վայ է մեկը կա որ ասե մենք 250 հոգի ենք Մովսես 1 հոգի է ինչու մենք ավելի իմաստություն ունենք ավելի կորց կարանք տեսնել 250 հոգով ոչ դերը Մովսեսին դրած է եւ մենք գիտենք որ դերը արդեն 70-30-ներ ալ տվեց որ Մովսեսի օգնեն եւ նրանք արդեն դեսանցը համատեքստի մեջ էդալ գա որ նրանք արդեն վախենում էին որ իրենց ազդեցությունը ավելի եդե պիտի մնա նույնը Մարիամի բարակային ալ գարանք ասել եւ Ահարոնի բարակային որ Ահարոն դեր իրեն դրած էր որպես ինքը մեծ քահանա է պրև այսինքն մեծ քահանայությունը ունի ստագավին ուզում ես որ առաջնորդյան թերնալ ունենալ ժողովրդի չի լինում դերը ինչ որ դվեց նրանով բավականանք երբ որ ադենը գա զոր օրինակ հովիվը դարիքը արավ
հիվանդ է, չի կարող իր ծառայությունները անել, Տերը արդեն ցույց տալիս է, որ ատենի եկած է, որ այն երիտասարդ եղբայրը, որ ինք պատրաստում էր, եւ սա եղբայրներ ջան, մեր թերի գոմերից մասն է, որ մենք չենք պատրաստում ուրիշները, ինչու վախենում ենք մեր աթորից, երբ մենք պատրաստենք ուրիշներուն, մենք ժողովրդին ասում ենք, որ ես բանեմը չեմ վախենում, Տերը ինքը գիտի, իմ բարդականությունս անում եմ ինչպես պատրաստեց Բողոսը Դիմոթեոսին, Դիդոսին, այդպես պետք է ընթանանք։ Առանց վախի, որով նայեցեք Տերը երբեք իր զավակներին առանց ծառայությունի, նրանք որ հավատարիմ են, առանց ծառայությունի եւ առանց իրենց ընտանիքի հացին պիտի չթողնի։ Այդ հասկացությունով ազո արկած կլինենք, մնացածը Հիսուս ինչ ասեց, ասին այս խոսքով եւ որ ասեց, եթե մեկ ուզում է քո, ասենք շաբիգը կամ բաջգոնը դուր ասեց, ասին գրիվ մի արա, դեր ինքը գիտի, ես չեմ ասում, որ մեկը հիմա Վարդան եղբորը մեկ եկավ, Վարդան եղբայրը ես դու հովիվ մի լիներ, Վարդան եղբայրը ինչու, ինքը իրավունք ունի ասելու ինչու, ես չեմ ասում եղբայրները, սխալ մի հասկանաք, որ չէ, մի անգամից բզիկ պոտորիգից, փոքր պոտորիգից ուրեմն պետք է ցկես գնաս, չէ, ինչ իրավունքով ուրիշը գալիս է քեզ ասում է, որ ես քո աթորը դուզում եմ, ես քո ծառայությունը դուզում եմ, իրենք անակ չեն ասում, ուրիշ բادرվակներով։ Եթովիացի գիտար էր, գոշիգը սևա, կամ սպիդագա, գիտես, պետք է սև ակվես, ինչու սպիդագա կազես։ Այսին, բաչարապահություն մտուր, որ Մովսես մեղ կործածես, շնութը մասին չեր, ուրիշ կին մարավ, և ինչ որ հասկանում եք մեկնապաներից, Սիպորան արդեն մահացած էր։ Okay, բարձրապես եթոբիացի է, եւ մենք գիտենք, որ եթոբիացի լինել մեկնաբանական հարց է, նրանք կանանացի երկրների այդ ասենք թե նզովված ժողովրդից չէին, որ չէին կարող ամուսնանալ նրանց հետ իսրայելացիները։ Մովսես գիտեր այդ, ինքը օրենսդիրը Աստծո կողմից ինքն էր, ընկամադյան ինքը դվեց։ Ճիշտ է, ինքը եթե սխալ անը շատ դյուրությամբ կասեին, որ դու կանանացիներից գիր վերցրեցիր, ոչ, այդպես չէ։ Հա Չիգա աթորիները թե վախունին, թե չիտենին չեն ուզեր ուշներում պատրաստել։ Արդյոք դրձան օրը մի օր մանում ասեն խոսենք, գնալ օրը սեմինար մնենք, որ հորիներ իրենք դրձ չենք ինչից պատրաստեն հաչորդը։ Դրձան վախը լավ, գնալ չունեն մեկը, իրենց կողքը մեկը չեն պատրաստած, ինչպես կնա պատրաստել մեկը, որ չես դիրյանք ինչ կգեր է, ասա, մեկը, որ իմ հաչորդս կնա թարնա։ Այո։ Գարելի է, եղբայրները եթե ցանկանան ինչու չէ, բայց շատ լավ, եղբայրներ ջան, եղբայրներ ջան, մենք տեսանք, որ կարող ես անչադել, այո, շնորհակալություն։ Մենք տեսանք մի